Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ներկայացրել է մեր երկրում ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղված ռազմավարական ծրագիրը, որը նպատակ ունի արմատական փոփոխություններ իրականացնել երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։ Ազգային բարերարի պնդմամբ սա հեղափոխական նախաձեռնություն է, որը թույլ կտա կարճ ժամանակահատվածում վերացնել ամոթալի աղքատությունը եւ պետական բյուջեի միջոցները ուղղել բացառապես ժողովրդի բարեկեցությանը։ Հայաստանում աղքատության ցավալի վարկանիշն է ներկայացրել Նարեկ Կարապետյանը, փաստելով, որ վերջին 6 տարիների ընթացքում աղքատության շեմը աճել է գրեթե բոլոր մարզերում։ Որպես լուծում առաջարկվում է ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որը կձևավորվի պետության տարբեր հիմնադրամների եւ գործարարների ներդրումների հաշվին։ Ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու փոքր մասով պետությունը եւ մեծ մասով տարբեր հիմնադրամներ եւ գործարար աշխարհի մեր գործընկերները։ Դրա արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ դեպքերում այսօր ամբողջ ընտանիքով ստանում են պետությունից ընդամենը 20-ից 30 հազար դրամ աջակցություն, 5 հոգանոց ընտանիքը կստանա աղքատության հաղթահարման հիմնադրամից 150 հազար դրամ աջակցություն ամսական, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից։ Հաջորդ շաբաթ Ուժեղ Հայաստանը կներկայացնի իրենց նոր ծրագիրը, որը ըստ Կարապետյանի միայն իրենց ուժը կարող է իրագործել։ Մենք հայտարարելու ենք մեր հաջորդ շատ հետաքրքիր ծրագիրը, որի անելու հնարավորությունը վստահեցնում եմ մենակ ունենալու է մեր կառավարությունը։ Հայաստանի կառավարությունն ըստ էության պարզել է, թե ինչու է Ադրբեջանը քանդել հայկական երկրորդ ամենամեծ եկեղեցին Ստեփանակերտի մայր տաճարը։ Քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է նաև երևակայել մի այնպիսի իրականություն, որտեղ Ադրբեջանը մեզ վերադարձրել է Արցվաշենը, ու մենք գնացել տեսել ենք մեծ մզկիթ է կառուցված։ Ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Հայաստանի վարչապետի այս հարցը կարծես նաև պատասխան է ու արդարացումն է աշխարհի քրիստոնյա հայերի հավատքի տունը քանդելու ադրբեջանական վայրագության։ Պատմական անվանում է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևի այցը Հայաստան։ Նոյեմբերյանում ծնված ադրբեջանցի պաշտոնյան իր ծննդավայր այցելելու ցանկություն չի հայտնել, մամուլի տեղեկությունները չի հաստատել Փաշինյանը։ Պարոն Մուստաֆայևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել։ Բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Զելենսկուն սպասում է Հայաստանում հրավեր ուղարկել եք։ Ուկրաինայի նախագահին Երևան այցելելու հրավեր ուղարկվել է ու Զելենսկին հավանաբար կգա։ Բոլոր եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին։ Կքննարկվի արդյոք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ադրբեջանի բանտերում տառապող հայ գերիների հարցը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, այդ հարցը միայն Բաքվի հետ է քննարկում։ Այդ ձևաչափ ես արդյունավետ չեմ համարում։ Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս ձևաչափերով քննարկումները մեծ օգուտ չեն բերում եւ մեծ պոտենցիալ չունեն։ Եվ մենք այո, երկկողմ ձևաչափով ենք քննարկում։ Ադրբեջանի տարածքով Հայաստանն է ուղարկվել 279 տոննա հացահատիկ եւ 203 տոննա պարարտանյութ, հայտնել է ադրբեջանական ապագործակալությունը, հայկական կողմը դեռ ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է տեղեկությունը։ Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը վերջին շրջանում վարորդների զայրույթի պատճառ դարձած հեղուկ գազի գնի կտրուկ աճը պայմանավորել է վերին Լարսի անցակետի փակ լինելով, որոշ տեսակայաններում պարզապես գազը վերջացել էր, որոշ տեղերում էլ 1 լիտրի համար վարորդները պետք է վճարեին 300 դրամ։ Լարսը բացվել է, արդեն մատակարարական կենտրոն մի քանի օրից կսկսի գինի իջնել։ Լրագրողային հարցին, թե արդյոք թանկացումները արհեստական չեն, Գևորգյանը հայտնել է, որ Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավելի տնտեսվարողներ, դրանցից եւ որևէ մեկի մասնաբաժինը չի գերազանցում 10%-ը, ինչը նշանակում է, որ դաշտը խիստ մրցակցային է եւ գերիշխող դիրքի չարաշահում տեսականորեն հնարավոր չէ։
Հայաստանը կվավերացնի Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին եւ ուղարկել ազգային ժողով վավերացման։ Նշվել է, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ 3 պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։ Իդեպ ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, որ խորհրդի կանոնադրությունով առկա են Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։ Ըստ առկա տեղեկությունների 1 միլիարդ դոլարից ավելի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։ Նշենք, որ խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Militarily, we've wiped them out. They have no military left. They're ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան 1.5 ժամ։ Թրամփը զրույցը շատ լավ է որակել եւ նշել, որ Ուկրաինայում հակամարտության լուծման համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն ռազմական պարտություն է կրել եւ ինքն առաջարկել է Պուտինին մի փոքր հրադադար հայտարարել։ Իսկ Պուտինը պատրաստակամություն է հայտնել հաղթանակի օրվա կապակցությամբ ժամանակավոր դադարեցնել կրակը։ Զրույցի զգալի մասը վերաբերել է Մերձավոր Արևելքին։ He told me he'd like to be involved with the enrichment. Նա ինձ ասաց, որ կցանկանար ներգրավված լինել ուրանի հարստացման հարցում, եթե կարողանար օգնել մեզ այդ գործում։ Ես պատասխանեցի, որ շատ ավելի կնախընտրեի, որ առաջինն ինքը ներգրավված լիներ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու գործում։ Ինձ համար դա շատ ավելի կարևոր կլիներ։ Նրանք միջուկային զենք չեն ունենալու։ Իրանը դա գիտի եւ գրեթե բոլորը գիտեն։ Մենք մի փոքր խոսեցինք այդ մասին։ Պուտինը նույնպես չի ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ռուսաստանի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-իսրայելական ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանր հետևանքներ ունենալ, սակայն Թրամփը հայտարարել է, որ Իրանն արդեն փաստացի բանակ ու նավատորմ չունի եւ պետք է պարզապես հանձնվի։ Եթե Վենսը հպարտանում է մեզ չօգնելով, դա նշանակում է, որ նա օգնում է ռուսներին։ Այս ամենին զուգահեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Բելարուսի առաջնորդի որդիների նկատմամբ եւ քննադատել այն ամերիկացի գործիչներին, ովքեր դեմ են Ուկրաինային օգնություն տրամադրելուն։ Հորմուզի նեղուցում շարունակվում է բեռնատար նավերի եւ նավթակիր տանկերների մեծ կուտակումը։ Փակված նեղուցին կրկին անդրադարձել է Դոնալդ Թրամփը։ Նա լուսանկար է հրապարակել, որտեղ Հորմուզի նեղուցը անվանափոխել է այն կոչելով Թրամփի նեղուց։ Իրավիճակը խիստ լարված է մնում Լիբանանի հարավում։ Իսրայելական հարվածների հետևանքով Ջեբչի, Տուլա եւ Հարուվ քաղաքներում զոհվել է առնվազն 9 մարդ, կան վիրավորներ եւ ավերված տներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Հեզբոլահի 5 գրոհայինի ոչնչացման մասին, որոնք իրենց խոսքով անմիջական սպառնալիք են ներկայացրել իսրայելցի զինվորների համար։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումն ուղղված է ներքին պառակտում ստեղծելուն եւ իրենց երկիրը թուլացնելուն։ Իր ելույթում Ղալիբաֆը նշել է, որ Վաշինգտոնն անցել է ճնշման նոր փուլի, համատեղելով տնտեսական միջոցները եւ տեղեկատվական ներգործությունը, որպեսզի թուլացնի երկիրը կամ նույնիսկ հասցնի ներքին փլուզման։ Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել պահպանել ազգային միասնությունը, այն անվանելով արտաքին ճնշմանը դիմակայելու միակ միջոց։ ԱՄՆ-ն իրանական նավահանգիստների ծովային շրջափակում սահմանեց, երբ Թեհրանը փակեց Հորմուզի նեղուցը, որը նավթի եւ գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է։ Ռուսաստանի Պերմ քաղաքում պայթել է նավթի արդեն 4-րդ պահեստը։ Պերմի նավթային ենթակառուցվածքները երկրորդ օրն անընդմեջ ենթարկվել են անօդաչու սարքերի հարձակմանը։ ԱԹՍ-ների թիրախային հարվածները հանգեցրել են լայնածավալ հրդեհների եւ պայթյունների շղթայի, ինչը լրջորեն վնասել է տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները։ Քաղաքի երկինքը պատվել է թանձր սև ծխով։ Իշխանությունը տարհանել է մարդկանց։ Սան Անտոնիոյի Six Flags զբոսայգու ատրակցիոններից մեկը հանկարծակի կանգնել է, ինչի հետևանքով մարդիկ մոտ 10 րոպե մնացել են օդում կախված վիճակում։ Պատճառը ոչ թե տեխնիկական անսարքությունն է, այլ անվտանգության կանոնների խախտումը։ Օպերատորները ստիպված են եղել անհապաղ կանգնեցնել սարքը, երբ նկատել են, որ հյուրերից մեկը հանել է հեռախոսը նկարելու համար։